Իսկ մյուս տեղերում մեզ նաև երկրորդ հիմնավորում որ բերվում էր մեզ զենքի գործարքներից չանելու համար, այդ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն էր Հայաստանի Հանրապետության։ Իսկ իմ ասած մատակարարումների չանելուն զուգահեռ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ակնհայտորեն չէր կատարում իր պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ։ Եվ այն փոփոխությունները, որ այսօր բանակում հնարավոր է, երկու որոշման արդյունքում ա եղել։ Ես ուզում եմ մենք բոլորս դա շատ հստակ գիտակցենք։ Առաջին 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները, որով մենք հայտարարել ենք, որ հենվելու ենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանության վրա, եւ երկրորդ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամությունը սառեցնելը։ Եթե այդ երկու որոշումները չկայացվեր, հարգելի ներկաներ, մենք այս նշած բանակի բարեփոխումներից որևէ մեկը անելու հնարավորություն եւ առավել եւս ժամանակ չէինք ունենալու։ Բայց կարող եմ ավելին ասել։ Կարող է մենք նույնիսկ այսօր պետություն չունենայինք։ Եվ մենք այս փաստը շատ ուղիղ պետք է արձանագրենք։ Ընդ որում հանկարծ տպավորություն չլինի, այս պետություն չունենալու ռիսկը ձևավորվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ես այսօր իմ ուղերձում ասում եմ, որ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերի դրությամբ ինձ համար ակնհայտ է եղել, որ կա որոշում Հայաստանի պետականությունը առնվազն դե ֆակտո վերացնել։ Բայց այդ որոշումը չի կայացվել 2018-ից հետո։ Այդ որոշումը կայացնելու շատ կոնկրետ ամսաթիվ կա։ Եվ դուք կարող եք տեսնել Ղարաբաղի հարցի բանակցությունների փաթեթները հրապարակված են։ Գնացեք եւ ուշադիր կարդացեք 2016 թվականի հունվարի, 2016 թվականի հուլիսի, 2016 թվականի օգոստոսի փաստաթղթերը։ Գնացեք եւ ուշադիր կարդացեք որոշ նամակագրություններ, որը մենք հրապարակել ենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք միջազգային լեգիտիմությունը դրել ենք բանակից առաջ, որպեսզի բանակի ֆունկցիոնալ անվտանգության համակարգում, այսինքն կարգաթիվը փոխենք։ Հաջորդը, բայց մենք չենք բավարարվում սրանով։ Հաջորդը փոխկապվածությունն է այն շարակարգը, որով պետքա ապահովի արտաքին անվտանգությունը։ Ինչ նկատի ունեմ։ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այդ թվում հարևան երկրների եւ գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի եւ միջազգային հանրության կողմից։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ սրանից բխող տրիպ նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար եւ մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։ Ես ուզում եմ մեզ նրբությունը մենք ճիշտ հասկանանք։ Օրինակ շատ են խոսում, ասում են, անվտանգության երաշխիք։ Հարգելի գործընկերներ, ես անվտանգության երաշխիք։ Երբ որ աշխարհի ապրանքների մի X%, այդ գծից վերև X%, երբ որ ապրանքները սկսում են քո երկրով հոսել, արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ, դա դառնում է անվտանգային երաշխիք, որովհետեւ աշխարհում այնքան շատ անում են այն ուժերը եւ պետությունները, որոնց պետքա որ իրենց ապրանքների մատակարարումների շղթաները չընդհատվեն եւ տրիպ նախագիծը, որը մենք իրագործելու ենք առաջիկայում, հենց այդ երաշխիքն է։ Երաշխիքը այն չի, որ տանկ կամ զինվորը, հետո տեսանք տանկ ու զինվորը կանգնած էին։ Եվ ինչ, եւ դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացավ, ընդհակառակը այդտեղ տեղակայված տանկն ու զինվորի խնդիրն էր, որ մեր տանկ ու զինվոր չլինի այդտեղ։ Ամեն ինչ անեն, որ մեր տանկն ու մեր զինվորը վերանա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը վերանա։
Հաջորդ շարակարգը այդ երկարաժամկետ կանխատեսելիությունն է։ Ես ուզում եմ այս հանգամանքները մենք շատ լրջորեն գնահատենք։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է եւ սրա մասին է։ Գիտեք ինչ, դուք մեր միջավայրը գիտեք։ Եթե մենք մեր պետության համար առաջին հերթին երկարաժամկետ կանխատեսելիություն չապահովենք եւ մեր միջավայրում եւ գլոբալ աշխարհում թողենք տպավորություն, որտեղ հիմի մի քիչ տենց բան վիճակ կա, հիմի մենք առիթից օգտվում ենք, ուժեղանում ենք, հեսա միջև մի X կետը կուժեղանանք, կտենակ ձեզ ինչ կանենք։ Եթե մեր սոցիալ-հոգեբանական, քաղաքական ենթատեքստում այսպիսի բան կա, ոչ մեկ մեզ չի թողի ուժեղանա։ Ով է միամիտ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը դրա համար է, որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր տարածք է, եւ այդ տարածքը պետություն է, որի խնդիրը իր քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովել է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Մի միլիմետր շեղում եղավ այս ամեն ինչից, այս ինչ որ բանակի մասին մենք խոսում ենք, նախ կանգնելու է, եւ հետո էլի վերադառնալու ենք նիկանդիցիոնի D30-ի դարաշրջանին, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ ի վերջո, ամենակարևոր, ես հիմա կարճ եմ թվարկում, ամենակարևոր շարակարգը անվտանգության հետ խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Ես ուզում եմ մենք բոլորս մտքով վերադառնանք 2024 թվականի գարուն ամառ աշուն։ Եվ հիշենք, Իջևանը իմ ծննդավայրն է, եւ ըստ էության խոսքը մասամբ հիմնականում կամ ամենաէմոցիոնալ կետը Իջևան խոշորացված համայնքում տեղի ունեցող սահմանազատման գործընթացն էր։ Բայց եթե այն ժամանակ դա մեզ համար ամենամեծ խոցելիությունն էր, մենք այսօր մարդկանց ես ինքս ուղեկցում եմ, խնդրում եմ, ասում եմ, եկեք գնանք, տեսնենք թե արդյունքում ինչ է ստացվել։ Եկեք գնանք տեսնենք ով է ճիշտ ասում ապագա իրականության մասին։ Մենք թե նրանք ովքեր կործանում էին կանխատեսում։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը եւ նաեւ այստեղ բանակի եւ զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, այսինքն դիրքորոշումը որն է, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Այս շատ կարևոր բան է, որովհետեւ անկախ խաղաղությունից, անկախ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, որովհետեւ ցանկացած երկիր, ով չունի ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար։ Բանակի բացակայությունը, ուժեղ եւ պաշտպանունակ բանակի բացակայությունը գայթակղություն է, որ ագրեսիայի գայթակղություն է։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ եւ պաշտպանունակ բանակի գոյությունը, շարունակական զարգացումը բանակի այն սկզբունքների շրջանակներում եւ այն սկզբունքների հիման վրա, որի մասին ես նշեցի։ Հարգելի պարոն նախարար, նախարարի հարգելի տեղակալներ, պարոնայք գեներալներ, տիկնակ եւ պարոնայք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքային կազմի զինծառայողներ, պաշտպանության նախարարության հարգելի աշխատողներ, կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիս բանակի 34-րդ տարեդարձի առիթով, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարված ահռելի աշխատանքի համար եւ ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտել այն իրավիճակով, որը մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետության բանակում, ոչ թե պատճառով, որ մենք հասել ենք մեր ուզած կետին, այլ այն պատճառով, որ միանշանակ եւ աներկբա մենք գնում ենք ճիշտ ճանապարհով եւ վերջին տարիներին գիտեք ինչ շատ ուղղություններով պետք է ուղիղ ասել, պարզապես
անհնարը արվել է, անհնարը դարձել է իրականություն։ Եվ սա չափազանց կարևոր ձեռքբերում է։ Շնորհակալ եմ։